14 ժամ տևած դատական նիստից հետո Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվել է եւ կիրառվել է տնային կալանք, հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Վարդևանյանի խոսքով վերացվել է նաեւ Կարապետյանի հրապարակային խոսքով հանդես գալու սահմանափակումը։ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքը, համակցված գրավով, բացակայելու արգելքով եւ մի կարևոր հանգամանք եմ ուզում նշել, կոչերի հրապարակային հայտարարությունների սահմանափակումը եւս վերացվել է։ Իդեպ այդ իմաստով, ինչպես արդեն 3 տեղեկացրել էի, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը այդ մասով արձանագրումներ կատարել էր, որ նման սահմանափակում չպետք է լինի։ Մեկ հանգամանք էլ ուզում եմ ասել, իհարկե առիթ կլինի ավելի երկար կներկայացնեմ, իսկապես հունվարի 16-ը չափազանց տարօրինակ, բարդ, դժվար օր էր, իսկապես այն պահը, երբ հիվանդանոցում էր գտնվում Սամվել Կարապետյանը, ստանում էր ներերակային ներարկում, ոստիկանության 10-ից ավել ծառայողներ գալիս են մտնում են հիվանդանոց, քանի որ քննիչը գրություն է գրել, որ Սամվել Կարապետյանին անպայման անհապաղ տեղափոխեն քրեակատարողական հիմնարկ, անկախ նրանից, որ ստացիոնար բուժում էր ստանում։ Եվ այդ պահին Սամվել Կարապետյանը պարզապես տեսնելով այդ ամենը, ինքը հենց արձագանքեց առաջիններից, ասելով գնացինք։ Խոշոր հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի նոր կառուցվող շենքերից մեկում, ժամը 9-ի սահմաններում հրդեհ է բռնկվել անմար կրակի հուշարձանի հարևանությամբ գտնվող նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարհանվել է 15 մարդ։ Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, հրդեհի հետևանքով այրվել են մալուխներ։ Իրանական Մեհր լրատվական գործակալությունը գրել է, որ ըստ Իսլամական հեղափոխության պահապանների Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների գլխավոր հրահրողը Ռահաբ Արհամ ծածկանունով մի կին է, որի իրական անունը Նազանին Բարադարան է։ Նա 3 անգամ փոխել է իր անունը եւ գործել է Պենտագոնի սպայերից մեկի ղեկավարությամբ։ Իրանում արյունարի բախումներից հետո իրավիճակը կարծես հանդարտվել է։ Բազմաթիվ կոչերի, մեղադրանքների եւ սպառնալիքների ֆոնին երկրի իշխանությունները շարունակում են պնդել, որ անհնազանդությունները կազմակերպել են Իսրայելը եւ Միացյալ Նահանգները։ Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի խոսքով մի մարդ սպանելու համար վճարվել է 500 միլիոն թուման, մոտ 18 միլիոն դրամ, ավտոմեքենայի հրկիզման համար 200 միլիոն թուման, ոստիկանական բաժանմունքի հրկիզման համար 80 միլիոն թուման, վանդալիզմի համար 15 միլիոն թուման։ Նախարարը շեշտել է, որ Թեհրանը կհետաքննի անկարգության բոլոր դեպքերը եւ կպատժի մեղավորներին։ Ոչ ոք իշ չի համոզել, ես ինքս ինձ եմ համոզել, ասել է Թրամփը լրագրողներին, նշելով, որ ինքն է որոշում կայացրել չհարձակվել Իրանի վրա։ Նրանք 3 պատրաստվում էին կախաղան հանել ավելի քան 800 մարդու, եւ ես իսկապես հարգում եմ այն փաստը, որ նրանք չեղյալ հայտարարեցին դա, նշել է ԱՄՆ նախագահը։ Ավելի վաղ ամերիկյան մամուլը տարածել էր այն տեղեկությունը, թե նախագահ Թրամփին Մերձավոր Արևելքի երկրների առաջնորդներն են համոզել Իրանի նկատմամբ ռազմական գործողություն չսկսել։ Սիրիայի կառավարական ուժերը ռազմական գործողություններ են սկսել Դեյր Հաֆերում տեղակայված քրդական խմբավորումների եւ նախկին վարչակարգի մնացորդների դեմ, նրանց մեղադրելով Հալեպի ուղղությամբ իրանական անօթաչուներ արձակելու մեջ։ Քրդական ուժերը հայտնում են քաղաքի բնակելի թաղամասերի ինտենսիվ հրետակոծության մասին։ Կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ Այս հրացումներին զուգահեռ անցումային շրջանի նախագահ Ահմեդ Ալ-Շարան հանդես է եկել համախմբման կոչով, ընդգծելով քրդերի կարևոր դերը երկրի կառուցման գործում եւ խոստանալով հատուկ հրամանագրով երաշխավորել նրանց իրավունքներն ու մշակութային առանձնահատկությունները։ Դամասկոսը հորդորում է քուրդ բնակչությանը չտրվել սադրանքներին եւ վերադառնալ անվտանգ կյանքի, միաժամանակ վճռականություն հայտնելով պաշտպանել երկրի ինքնիշխանությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընթացող նիստին ներկայացել է ակնոցով պայմանավորված աչքի կարմրության հետ։ Նա ներողություն է խնդրել ասելով. «Մեջբերում, դա պայմանավորված է որոշակի խնդիրներով»։ Նախագահ Դոնալդ Թրամփը վերջին հայտարարության մեջ նշել է, որ թեև այս պահին Մինեսոտայում ապստամբության մասին օրենքի կիրառման անհրաժեշտություն չի տեսնում, սակայն պատրաստ է ցանկացած պահի գործի դնել այդ հզոր գործիքը, եթե անկարգությունները չդադարեն։ Այս նախազգուշացումը հաջորդել է Մինեապոլիսում բռնկված բուռն բողոքի ցույցերին ու բախումներին։
որոնք հրահարվել էին ներգաղթի եւ մաքսային հսկողության դաշնային գործակալության գործակալների կողմից Միացյալ Նահանգների քաղաքացի Ռենե Գուդի սպանության եւ մեկ այլ ներգաղթյալի վիրավորման պատճառով։ Իրավիճակն էլ ավելի է սրվել քաղաքում հազարավոր դաշնային սպաների տեղակայմամբ, ինչը հանգեցրել է տեղական բիզնեսների աշխատանքի խաթարմանը եւ Սպիտակ տան ու նահանգի դեմոկրատ ղեկավարների միջև բացահայտ հակամարտության։ I'm here, Mr. President, to talk. Գերմանիան կարող է բոյկոտել 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Սրա պատճառն այն է, որ ԱՄՆ-ն ցանկանում է տիրանալ Գրենլանդիային։ Որոշումը դեռևս հստակ չէ, սակայն մրցաշարի չեղարկումը կարող է դիտարկվել միայն որպես վերջին միջոցը Թրամփին Գրենլանդիայի հարցում ուշքի բերելու համար։ Առաջնությունը նրա համար մեծ նշանակություն ունի, ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի մտերիմ քաղաքական գործիչ Յուրգեն Հարտը։ Սպիտակ տունը հայտարարել է Գազայի կառավարման ազգային կոմիտեի ստեղծման եւ միջազգային խաղաղության խորհրդի կազմի հաստատման մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Գազայի կառավարման ազգային կոմիտեի ձևավորումը, այն գնահատելով որպես կարևոր առաջընթաց իր Գազայի հակամարտությունը ավարտելու ծրագրի երկրորդ փուլի իրականացման ճանապարհին։ Թրամփը նաեւ նշել է, որ Միացյալ Նահանգները լիովին հանձնառու է աջակցելու այս անցումային շրջանակին, սերտ համագործակցելով Իսրայելի, առանցքային արաբական պետությունների եւ միջազգային հանրության հետ համապարփակ ծրագրի նպատակներին հասնելու համար։